Կանխատեսումներին անցնելու ուզում եմ ամփոփել մարտը։ Մարտը, ինչպես եւ կանխատեսվել էր, հանրապետության ողջ տարածքում եղել է բավականին տաք։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմական նորմայից բարձր է եղել 2-ից 4 աստիճանով։ Տեղումների քանակը բաշխվել է խիստ անհավասարաչափ։ Եթե հանրապետության հարավային մարզերում, հատկապես Սյունիքում, այն հիմնականում կազմել է կլիմական նորմայի 5-ից 20%, ապա կենտրոնական շրջաններում այն եղել է կլիմական նորմայի մոտ, իսկ հյուսիսային առանձին շրջաններում նույնիսկ նորմայից ավել։ Հիմնականում մարտին մեր երկրում գերակշռել են հարավային տաքոթային հոսանքները, բացառություն է կազմում մարտի 20-ից 22 ընկած ժամանակահատվածը, երբ Սիբիրից ցուրտ օդի ներհոսքով պայմանավորված, հատկապես հանրապետության հյուսիսային երկու մարզում, Լոռիում, Տավուշում դիտվեցին ձյանառատ տեղումներ, ձևավորվեց ծնածածկույթ Լոռիում մինչև 30 սանտիմետր բարձրությամբ։ Այս տարվա ապրիլը օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում, այսինքն մեզ սպասվում է տաք եւ բավարար տեղումներով ապրիլ։ Հիմնականում ապրիլ ամսին գերակշռելու են հարավային պրոցեսները, այսինքն արևադարձային լայնություններից ներթափանցող պրոցեսները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջին օրերին, առանձին օրերին մենք ունենանք արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժում։ Եվ այստեղ մեկ պարզաբանում, քանի որ ապրիլի տեղումների քանակի նորմաները բավականին բարձր են, եւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, դա ակնկալում է, որ մենք ապրիլին կունենանք բավականաչափ տեղումներ։ Հիմա ես ուզում եմ ներկայացնել այն առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանները, որոնք ամսվա ընթացքում կդիտվեն հանրապետության տարածքում արևադարձային եւ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում։ Այսպիսով արևադարձային տաքոթային հոսանքների ներթափանցման ժամանակ ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի Արագածոտնի Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-ից 23 աստիճան, Լոռիում մինչև 21-ից 25 աստիճան, Տավուշում մինչև 29-ից 31 աստիճան։ Արարատյան դաշտում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանները կտատանվեն +26-ից +30 աստիճանի սահմաններում, Վայոց ձորի նախալեռներում նորից 26-ից 30 աստիճանի սահմաններում, Սյունիքի Հովտային գոտում 28-ից 32 եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում մինչև 21-ից 26 աստիճան տաքության սահմաններում։ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28-ից 30 աստիճանի։ Հիմա ուզում եմ ներկայացնել այն նվազագույն ջերմաստիճանները, որոնք կդիտվեն գիշերային ժամերին արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում, այսպիսով Շիրակ, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Սյունիքի լեռնային շրջաններ գիշերային ժամերին արկտիկական ցուրտ օդի ներհոսքի դեպքում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6-ից -10 աստիճան, Լոռիում մինչև -2-ից -5 աստիճան, Տավուշի մարզում մինչև 0-ից -2 աստիճան, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ ուրախություն մեզ ամսվա ընթացքում չեն կանխատեսվում եւ նվազագույն ջերմաստիճանը ընդամենը սպասվում է 0-ից 3 աստիճան, Սյունիքի Հովտային գոտում +2, +5, իսկ Սյունիքի նախալեռնային հատվածներում -2, -5 եւ Երևանում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 0-ից 2 աստիճան տաքության սահմաններում։ Հիմա անցնենք առաջիկա օրերի կանխատեսումներին, պետք է ասեմ, որ մինչև ամսի 8-ը ներառյալ լուրջ ցիկլոնների ներթափանցում չեն կանխատեսում, մինչև ապրիլի 8-ը մենք գտնվելու ենք թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որը հիմնականում կարտահայտվի գիշերը եւ երեկոյան ժամերին, այսպիսով այսօր կարելի է ասել երկրի ողջ տարածքում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, 5-ից 8 ընկած ժամանակահատվածում, հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերը Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ եւ միայն 9-ից ցիկլոնային պրոցեսները կսկսեն զարգանալ, մեր երկիրը կգտնվի միջերկրական ծովի շրջաններից ներթափանցող միջին ուժգնության ցիկլոնի ազդեցության գոտում եւ 9-ից 13 ընկած ժամանակահատվածում արդեն երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կդիտվեն անձրևներ, առանձին հատվածներում ամպրոպներ։ Եվ ամենակարևորը, որ առաջիկա 10 օրերին մենք հյուսիսային լայնություններից ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չենք
սպասում։ Ճիշտ է, մենք ունենանք ցիկլոններ, բայց այդ ցիկլոնները լինելու են հարավ-արևմուտքից, միջերկրական ծովի շրջաներից եւ մեր տարածաշրջան տեղափոխելու են խոնավ արևադարձային տաք օդ, այսինքն դա նշանակում է, որ օդի ջերմաստիճանի անկում առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում առանձնապես չի կանխատեսվում, որը շատ ուրախալի է, որովհետև օր-օրի փոքրանում է ցրտահարության ռիսկը հանրապետության նախալեռնային եւ հովտային գոտիներում եւ այս պահի վերլուծությունների արդյունքում այս պահի գնահատմամբ կարծում ենք, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային հատվածներում այս տարի ցրտահարության դեպքեր ի ուրախություն մեծ չենք ունենալու։ Շատ շնորհակալ եմ։ Պարոն Ազիզյան, դուք նշեցիք այն տարածքները, որտեղ ծնածածկույթ է ձևավորվել առկա է։ Ինձ հետաքրքիր է մարտին, որ որոշակի օրեր օդի ջերմաստիճանը բարձրացավ եւ տաք եղավ, դա ինչ-որ ձևով ազդեց այդ ծնածածկույթի վրա։ Այդ օրերին հատկապես Լոռի Տավուշի ջերմաստիճանի բարձրացման պայմանավորված Լոռի Տավուշի գետերում նկատվեցին ջրի ելքերի մեծացում, պայմանավորված են հալքով, բայց հետո ջերմաստիճանի իջեցման պայմանավորված արդեն գետերի ջրի մակարդակները նվազեցին։ Դա վարարումների տեսանկյունից նշեցիք, իսկ գյուղատնտեսական տեսանկյունից այդ ծնածածկույթը որքանով է բավարար, իհարկե դուք նշեցիք, որ ջրամբարների լցվածությունն է քիչ, ընդհանուր առմամբ ինչ պատկեր ունեն գյուղատնտեսական առումով մեր ունեցած այս պահի տվյալների ինչի մասին է խոսում։ Գյուղատնտեսական առումով գիտեք, ինչ վերաբերվում է ծնածածկույթին, պետք է ձմեռային ամիսներին այնպիսի ջերմաստիճաններ լեռնային գոտիներում չեն դիտվել, որպեսզի վնասեն աշնանացանին։ Իսկ երբ որ դիտվել են ցածր ջերմաստիճաններ, այդ ժամանակ դա եղավ, բոլորս էլ հիշում ենք փետրվարի վերջին 10-օրյակում, այդ ժամանակ հանրապետության ողջ տարածքում եղել է կայուն ծնածածկույթ, այդ թվում նաև Արարատյան դաշտում, այսինքն այս պահի դրությամբ որևէ վնասված մշակաբույս մենք չունենք։ Ինչ վերաբերվում է առաջիկային, դե քանի որ ապրիլը կանխատեսվում է տեղումների քանակը նորմայի սահմաններում, իսկ շեշտում եմ, ապրիլի նորմաները բավականին բարձր են եւ դա նշանակում է, որ բավականաչափ անձրևներ են լինելու։ Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ որևէ բացասական ազդեցություն գյուղատնտեսության վրա կլիմական առումով մենք չունենք։ Իսկ ձևավորված ջրի պաշարների առումով ձևավորված ջրի պաշարների կանխատեսման տեսակետից ջրային ռեսուրսները անցյալ տարվա համեմատ մոտ 30-ից 40% քիչ կլինեն։ Դա ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Նայեք, ջրամբարների ջրալցվածության տեսակետից պատկերը փոքր ինչ լավ է, քանի որ 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ինչպես նշեցի, բավական խոնավ են եղել եւ ոռոգման սեզոնը շուտ է ավարտվել եւ ջրամբարները սկսվել են լցվել արդեն սեպտեմբեր-հոկտեմբերից սկսած եւ բարեբախտաբար այդ լցվածության պայմանավորված ջրամբարների գարնանային լցվածությունը բավարար մակարդակի վրա կլինի։ Շատ լավ, ինձ մի բան է հետաքրքրում, դուք նշեցիք, որ գարնանային վարարումների հոսքի ծավալների ցուցանիշը կանխատեսվում է 50-ից 90%-ի սահմաններում։ Մի փոքր կբացատրեք, այդ ինչ ուժգնության մասին է խոսքը, չգիտեմ, հնարավոր ռիսկեր կան մոտակա տարածքների վնասների առումով, այդ 50-ից 90%-ը ինչ է։ Նայեք, եկեք մենք տարբերակենք գարնանային վարարումներ եւ հեղեղումներ։ Գարնանային վարարումները դրանք ամեն տարի բարբերաբար մարտի առաջի տասնօրյակից մինչև հունիսի երրորդ տասնօրյակ տեղի ունեցող գետերի ջրային ռեժիմներն են, որի ընթացքում հնարավոր են լինեն հեղեղումներ եւ հնարավոր են չլինեն հեղեղումներ։ Հիմա ինչ այդ հոսքի ծավալների տեսակետից այդ պերիոդի համար հիմա կանխատեսվում է 50-ից 90%, այսինքն նորմայից ցածր։ Ինչ վերաբերում է հեղեղումներին, հեղեղումները կարող են լինել այդ պերիոդում, եթե ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ եւ խորդառատ տեղումներ լինեն, որոնց վերաբերյալ հնարավոր է կանխատեսումներ տալ միայն 3-ից 4 օր վաղօրոքությամբ։ Հիմա կարող ենք շեշտել, որ առաջիկա 10 օրվա ընթացքում մենք չունենք նմանատիպ հեղեղման վտանգ։ Պարոն Սուրենյան, 50-ից 90% ինչի է վերաբերում։ Գարնանային վարարումների հոսքի ծավալներին։ Պարոն Սուրենյան, ձեր դիտարկումները ինչ են ցույց տալիս, արդյոք հաճախակիացել են այն դեպքերը, որ մեկ օրվա ընթացքում ավելի շատ ծավալի անձրևներ ու տեղումներ են լինում, օրինակ չգիտեմ, մեկ ամսվա ծավալը մեկ օրում է տեղում։ Այո, վերջին գոնե 10 տարիներին եւ հատկապես վերջին 5 տարիներին
վիճակագրությունը ցույց է տալիս, որ աճել են տեղումների ինտենսիվությունը, այսինքն կարող է ինչ-որ մի ժամանակահատվածում տեղումներ չլինեն եւ մեկ օրվա ընթացքում թափվել ամբողջ ամսական նորմայի չափ տեղումներ եւ մենք անցած տարի էլ ականատես եղանք հենց Երևան քաղաքում, ինչու նաև հանրապետության տարբեր հատվածներում տեղատարապ անձրևների, երբ մեկ ժամվա ընթացքում կամ ավելի փոքր ժամանակահատվածում հանրապետության առանձին հատվածներում թափվում էր մինչև ամսական նորմայի չափ տեղում։ Եվ նաև մի ուշագրավ երևույթ է առաջացել, վերջին տարիներին նաև մեծացել է ամպրոպների կրկնելիությունը եւ ուժգնությունը։ Սա ընդհանուր գլոբալ տաքացման հետ է կապված։ Սա գիտեք շրջանառության փոփոխության հետ է կապված, որովհետև մոլորակի վրա առկա է մթնոլորտի շրջանառության որոշակի շեղումներ, եւ այդ շեղումների ընթացքում մեզ մոտ հայտնվել են նոր մթնոլորտային երևույթներ, նոր process-ներ, որոնք բերել են նման փոփոխությունների։ Շատ շնորհակալ եմ, հարցեր կան։ Սովորաբար տարիներներ է դարել համատում, ոչ միայն նախորդ տարին, այլ 5 ամսակով, 10 ամսակով, 1 ամսակով միտումներ են։ Գնում է ավելի շատ դեպի չորացում, ավելի շատ դեպի այսպես ասած ֆոնալ եղանակների հետ կան։ Միտումը այսպիսին է, եթե վերջին 10 տարին վերլուծենք, դիտվում է ձմեռային ժամանակահատվածի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, բավականին մեծ ցուցանիշով եւ տեղումների անկում, բայց միևնույն ժամանակ ամառային ժամանակահատվածում ջերմաստիճանը գրեթե անփոփոխ է եւ դիտվում է տարվա տակեսին, տեղումների զգալի ավելացում, այսինքն եթե տարեկան կտրվածքով գնահատենք, ձմռանը տեղումները պակասում է, ամռանը ավելանում է, տարեկան կտրվածքով առանձնապես լուրջ փոփոխություններ չունենք։ Ապրիլ ըստ էության ինքն իրենով առանձնանում է որպես տեղումնառած հասկացանք։ Հիմա նշեցիք, որ ապրիլի նորմային մոտ է լինելու, այսինքն ինչ որ այսպես վայրի վերումների սպասել